Բարերեկո ընկերներիս և գիտակից հատված եմ։ Սկսենք հայերը։ Ուրեմն սկսեմ եմ բանից, որ այսօրվանից սկսած օպերայի հրապարակում սկսում ենք ազգային ազատագրական պայքար։ Հիմքում ընկած է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիր կոչվածը, որի վերաբերյալ արդեն դադաղազություն կոչված համակարգերին ներկայացված է, որ 1991 թվականից արդեն իսկ ամրագրելով մեր արմենական տարածքները, Արմենիայի տարածքները որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք, պարզապես վաճառքի միջոցով, այսինքն այս պոռնիկները սկսած քորով, Լևոն Տեր-Պետրոսյան, ինքը Խալիլով Լենդերոշ, ինքը Կազբեկ, ինքը Վզգոն, Վազգեն Սարգսյան կոչվածը, ինքը Թեմիրճյան կոչվածը, իրանց համակարգերով, ինչպես նաև Ռաուֆը, որին բերեցին Սեյդօղլուն նշանակեցին որպես նախագահ, որ իրենց կողմից ստորագրված փաստաթղթերը ի կատարածի, այսինքն հանձնման պրոցեսները իրականացնի, որից հետո Ռաուֆը բերեց Խերժոյին, այսինքն որոնք բերվել էին քորի անմիջապես Վզգոյի Դեմիրճյանի հետ համաձայնեցված, որ իրենց կողմից վերցված գումարները տարածքները վաճառելու, մեր տարածքները, մեր արմենական տարածքները, ի կատարածելու պրոցեսը դրվի Ռաուֆի վրա, Ռաուֆը գցեց Խերժոյի վրա, Խերժոնը գցել է Սպորնիկի ծնունդի վրա, սակայն ամեն մեկը իր փայով, իր հատվածում, իր գործողություններով կատարել է պետական դավաճանություն, այսինքն ազգին զրկել են բոլոր հնարավորինս պաշտպանվելու, պայքարելու, ազատագրելու իր տարածքները, իր սրբություններին, ավանդույթին, մշակույթին, լեզվին, հոգևորին, իր բնորանին տեր կանգնելու։ Ստեղծել են այնպիսի պայմաններ, որը մտնում է գենոցիդի կոնվենցիայի մեջ, որ մարդիկ իրենց բնորանից թողնեն փախնեն, հեռանան։ 1993 թվականին են Բագրատյան կոչվածի գլխավորությամբ, նրա մասնակցությամբ, Քորի Վզգոյի եւ այլոց համակարգ կոչվածների անմիջական մասնակցությամբ Հայաստան կոչված Արմենիան չէ։ Այդ գործակալական ցանցը կանցելարյան գրասենյակը ստորագրում են միջազգային կոչված փաստաթղթեր, որով Հայաստան Արմենիան չէ։ Հայաստանը ամրագրում են որպես ներկրող պետություն, որը իրավունք չունի որևիցե տնտեսություն, արդյունաբերություն ունենալ, զարգացնել եւ դրա հիման վրա Վզգոյի քույրիկներով, Քորի քույրիկներով, համակարգ կոչվածների, կուսակցական կոչված պոռնիկների անմիջապես գլխավորության մասնակցությամբ սկսում են թալանել թե պետությունը, թե գործարանները եւ թե ընդերքը։ Այդ ընթացքում ամբողջությամբ թալանված մեր գանձերը սկսած 90-ական թվականներից առորս որևիցե պետբյուջե կոչված մուտք չի գործում։ Հիմա կարճ համառոտ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ամրագրված արդեն իսկ որպես ադրբեջանական տարածք հիմք են ստեղծել, միջոց են ստեղծել, որ այդ տարածքները առք ու վաճառքի միջոց դառնան, բանակցություն կոչվածի միջոց դառնան, բայց նույն
օրենքներով, որոնք այս պոռնիկի ծնունդները ամրագրել են, գրել են բանակցային առևտրի փոխանակման բանակցություն իրականացնելու գործընթացի շրջանակներում զիջում, միջում եւ այլ կապիկությունները ամրագրված պետք է լինեն իրավունքի վրա, իրավասուբյեկտության վրա, որի իրավունքն ու իրավասուբյեկտությունը որևիցե մեկը այս պոռնկածանուններից իրենց համակարգ կոչվածներից որևիցե մեկը չուներ եւ չեն էլ կարող ունենալ, որովհետեւ երկիրը մերն է, մեր ազգինը եւ բոլոր տարածքները, ինչպես նաեւ ընդերքը, համակարգերը եւ այլն, բոլորը հանդիսանում է մեր ազգի, մեր երկրի, մեր Արմենիայի սեփականությունը եւ դրանց որևիցե մեկին իրավասություն իրավունք չեն ունեցել եւ չեն էլ կարող ունենալ որևիցե բանակցային process իրականացնելու, որևիցե փոխանակման, փոխզիջման, վաճառքի, նվիրաբերության, որ փոխանակման իրավունքը չունեն։ Հիմա 90 թվականներից ամրագրելով գոյություն չունեցող Ադրբեջանի որպես տարածք Հայաստան կոչվածի ձեր գիտակցության մեջ էլի իրականում Արմենիայի պետբյուջեից ֆինանսավորվել է գոյություն չունեցող Ադրբեջանը 34 տարի ֆինանսավորվել է եւ մեր ոսկե սերուցքին որպես վարձու վարձկաններ տարել ցեղասպանել են գենոցիդի ենթարկել այսինքն գենը ոչնչացրել բացի դե այնպիսի պայմաններ են ստեղծել որ մեր ազգաբնակչությունը թողի հեռանա իր բնորանից իր օջախները քանդի քայքայի վերացնելով աշխատատեղեր ստեղծել են այնպիսի պայմաններ որ տղամարդիկ հեռանան իրենց բնորանից եւ գնան այլ երկրներ կոչված որ գումար վաստակեն բերեն իրենց ընտանիքներին պահեն որի ընթացքում շատ հնարավոր է նաեւ ընտանիքներ քայքայվեցին այսինքն սա ամբողջությամբ գենոցիդի կոնվենցիան է եւ ինչպես նաեւ դուք քաջատեղյակ եք որ տարբեր վակցինացիաների միջոցով սկսած նորածիններից ընդհանուր մեր զինապարտներին զինծառայողներին ինչպես նաեւ ոստիկանություն կոչված գործակալական ցանցին դադավոր եւ այլ բոլորին վակցինացիայի են ենթարկել այդ թվում նաեւ COVID-19-ի անվան ներքո որոնք իրականում հանդիսացել են թունաքիմիկատներ որով ազգաբնակչության 20%-ը մահացավ մնացածը դեռևս մահանալու process-ի մեջ են այն բոզի տղան Փաշողլին որ ասում էր ջուր խմելուց կարող է մահանալ հաստատ կմահանան դա պատահական չէր ասում դրա դատական process-ը ես տարա եւ արգելեցի հիմնավորեցի Նյուրնբերգյան կոդեքսի 10 հոդվածի հանցագործության փաստերը հիմա 10 կոդեքսից 10 հոդվածից զատ 90 թվականներից առորս մեր ազգի մեր պետության դեմ տեսեք չեմ գնում 21 թվական եւ այլն չնայած դրա վերաբերյալ ես փաստաթղթերը գանգատը հիմքերով հիմնավորումներով մցրել եմ միջազգային կոչված ձեր գիտակցությամբ էլի համակարգերով Եվրոդատարան Հագայի դատարան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ Եվրոխորհուրդ Եվրոմիություն եւ այլն բայց դրանք բոլորը հանդիսանում են կոնսիլիարիաներ դերասենյակներ հասարակական կառույցներ որոնք որևիցե իրավասուբյեկտություն չունեն որևիցե մեկին դատելու դատապարտելու մենք ստեղծում ենք ազգային դատավարություն ազգի դատավարությունը եւ սկսում ենք ազգային ազատագրումը ազգային պայքարը իր մեջ ներառում է ուշադիր եղեք
Բացառիկ իրավունք։ Ձեր գիտակցությամբ ժողովրդի բացառիկ իրավունքը, բայց դա ազգի բացառիկ իրավունքն է, որովհետև ժողովուրդը բացառիկ իրավունք չի կարող ունենալ, որովհետև ժողովրդի մեջ մտնում են տարբեր ցեղատեսակներ, տարբեր պատկանելություն ունեցող երևույթներ, հոմոսեքսուալիստներ, պոռնիկներ, մանկապիղծեր, մուսուլման, ուղղափառ եւ այլ, բուդդիստ, նեգր, թուրք, ադրբեջանցի, ռուս, մոլոկանվ, այսինքն ժողովուրդը այն հատվածն է, որը ունի ընդհանուր միաբանության ամրագրող թե գենետիկ ֆոնդ, թե ավանդույթ, թե մշակույթ, թե լեզու, թե հոգևոր, թե եւ ամենակարևորը բնորան։ Միակ բնորանի սեփականության իրավունքը մեր ազգինն է, մեր արմենական ազգին է։ Հիմա սրանց դեմ բացել եմ, ներկայացված է մեղադրանքներ որպես պետական դավաճաններ, որպես միջազգային հանցագործներ, մեր ոսկեսերուցքին գենոցիդի ենթարկելու ձեր գիտակցությամբ ցեղասպանության, որպես վարձու վարձկաններ, նրանց անմիջապես բոլոր համակարգ կոչվածների գլխավորությամբ մասնակցությամբ մեր ազգի գենետիկ ֆոնդի ոչնչացմանը, մեր ընդերքի, մեր համակարգերի քանդում քայքայումը, թալանումը եւ տարածքների վաճառքը, պատերազմի հրահարումները ներկայացնելով մեր արմենական տարածքները որպես գոյություն չունեցող Ադրբեջանի տարածք։ Եվ այդ առումով ՀՀ պետբյուջեն տասնամյակներ ֆինանսավորել է մեր թշնամիներին։ ՀՀ պետբյուջեն տասնամյակներ ֆինանսավորելով այս պոռնիկների կողմից ամրագրված գոյություն չունեցող Ադրբեջանի տարածքներ հանդիսացել է գոյություն չունեցող Ադրբեջանի դոնորը։ Այդ հրահրման, այդ պատերազմական իրականությունը խեղելով, որ փաստացի դա հանդիսանում են ադրբեջանական տարածքներ, մեր ազգին բջերին Ադրբեջան գոյություն չունեցող ցեղատեսակին, որի իշխանություն կոչված համակարգի ներկայացուցիչները Քորլևոն, Խալիլով Լենդերոշ, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաուֆ Սեյդօղլի, ինքը Ռոբիկ Քոչարյան կոչված, Խերժիկ Նարիմանով, ինքը Սերժիկ Սարգսյան կոչված, Փաշօղլի, իր պոռնո կնգա կոչված ջհուդկա Աննա Պոռնիկի հետ, դրանք բոլորը թրքա ջհուդներ են։ Եվ դրանք բոլորը ենթակա են գնդակահարության իրենց իսկ համակարգի ներկայացուցիչների հետ, որովհետև այդ ամենը իրականացվել է նրանց իսկ մասնակցությամբ, նրանց իսկ աջակցությամբ, նրանց իսկ անմիջական գլխավորությամբ։ Հիմա այդ ամենը բացահայտված է, հիմքերը կան, մնում է ձեր գիտակցությունը։ Ես նաև քաղաքապետարան կոչվածի տեղեկացրել եմ, որոշումը կայացվել է, ես դա նաև կներկայացնեմ ձեր համար ականատես լինելու այդ բոլոր փաստագրական տվյալներին եւ սկսում ենք ազգային ազատագրական պայքարը։ Հիմա երկու բառով էլ ասեցի, կիսատ թողեցի։ Անմիջական բացատրականը դա ազգային ազատագրական պայքարը դա ազգի բացառիկ իրավունքն է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ միայն ազգը իրավունք ունի ինքնորոշվելու։ Ինչ է նշանակում ինքնորոշվել, այսինքն ինքը որոշի իր կարգավիճակը, իր բանակցային, իր արտաքին, իր ներքին, իր իրավական, իր քաղաքական, իր տնտեսական, իր մշակութային, իր հոգևոր կարգավիճակները։
եւ որևիցե նախագահ, վարչապետ, միջազգային կոչված պոռնիկներ ըստ ձեր գիտակցության ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդը, Եվրոմիությունը իրավունք չունի որևիցե ցուցումով, որևիցե հարկադրանքով, որևիցե գործողություններով, թե ոստիկանական, թե ռազմական, խոչընդոտի ազգային ազատագրական պայքարի իրականացման գործընթացը։ Դա կոչվում է հանցագործություն, միջազգային հանցագործություն։ Դրա համար կախաղան է հասնում։ Դրա համար միջազգային կոչված օրենքներով գնդակահարության մահապատժի տարբեր տեսականիով ամրագրված է։ Հիմա լինելով բացառիկ իրավունք մարտի 1-ը ձեզ խաբեցին, մարտի 1-ը մատուցման պահանջ ուներ, մատուցման միջոց պիտի լիներ, մատուցման ձևափոխությունը պիտի ներկայացվեր, ոչ թե հեղափոխություն, ոչ թե հեղաշրջում, այլ ազգային ազատագրական պայքար, որի նորից եմ կրկնում բացառիկ իրավունքը դա ազգինն է, եւ որևիցե մեկը իրավունք չունի դա խոչընդոտելու, հակառակը բոլոր միջազգային կառույցները ՄԱԿ-ը, Եվրոխորհուրդը, պարտավոր են աջակից լինել, պարտավոր են թե նյութական, թե ֆինանսական, թե զենքով աջակից լինել այս պոռնիկներին իրենց արժանի պատիժը տալու։ Հիմա եթե որևիցե մեկը այդ միջազգային կառույցներից, որևիցե մեկը իր պարտականությունը չկատարեց, նրանք անմիջական մասնակից են դառնում այդ բոլոր հանցագործություններին, այդ գենոցիդին, մեր ազգին գենոցիդի ենթարկելու, մեր երկիրը վերացնելու, ոչնչացնելու, պատերազմներ հրահարելու, տարածքները վաճառելու, ազգին, մեր ազգաբնակչությանը, որպես վարձու վարձկաններ տանելու, զոհաբերելու եւ այդ ամենի մեջ անմիջական գլխավորությամբ, եթե նրանց մասնակցությունը չլինի, սրանց պատժի պատասխանատվության ենթարկելու, ապա անմիջական նրանց իսկ մասնակցությունը ամրագրվում է։ Հիմա մեզ լսում են նաև այդ միջազգային կոչված պոռնոները։ Հիմա նորից եմ ասում, ամեն օր օպերայի հրապարակ, ովքեր աշխատանքի են եւ այլն, 3-ից 4-ից հավաքվեք, ազգովի սրանց դատերը տարել են, բոլոր հիմքերը ինձ մոտ արկա են, մնում է դա հրապարակել եւ սրանց բոլորին իրենց արժանի պատիժը տանք, համախմբվեք, սկսում ենք, ես ասեցի ձեզ, այդ քաղաքապետարան կոչվածը, որ դուք ինչ-որ մտածում եք, մտահոգվում եք, որ դա անօրինական է, բոլոր հիմքերը ամրագրել եմ, ես դա նաև կներկայացնեմ, հիմա, երեքանց կեսից, ովքեր չեն կարող ներողություն, ովքեր չեն կարող նշված ժամերին գալ, ավելի ուշ, համախմբվեք, համապատասխան քանակը ձևավորում ենք, իդեպ էլ ասեմ, այդ համակարգ կոչված գործակալական ցանցերի աշխատակիցները, ովքեր գիտակցում են, հասկանում են, եկեք մոտեցեք, միացեք, համախմբվեք, որ վաղը մյուս օր ձեր վրայից, ձեր կատարած հանցագործությունները մեղմացվի։ Տեսեք ինչ եմ ասում, վաղը ուշ է լինելու, այսօր դուք հանուն լափի ծառայում եք, որպես ծառա, որպես ռաբ, որպես տրուկ, վաղը ուշ է լինելու, բոլորը իրենց արժանի պատիժը ստանալու են, այսօր այսքանով եմ, ես չեմ խորանում, չեմ քննարկման առարկա դարձնում փաստագրական տվյալները, այսօր կարճ համառոտ ներկայացրեցի,
Վաղվանից օպերայի հրապարակ Թումանյան արձանի հատվածում հանդիպում ենք։ Այսքանը, վաղ գիշեր։